Ես չեմ հասկանում։ Ոնց կարա մեկի անզգուշության պատճառով մյուսը տուժի։ Մինեսը կյանքում իր հերթապահության ժամանակ չի քնել։ Ամ չքնի, համ էլ տենց կոշկվի։ Բանակ տեղա։ Ջոկի հրամանատարի պատասխանատվությունը մեծ է։ Որ շարքայինի պես չի։ Բակը ստեղեք։ Հա։ Իմացա, որ մինոսին տարել են։ Ով է եղել է տորապահը, որ դες պաստավկա է արել։ Ինչ կա։ Մակար ջան, աղբերս, են արամը զալես տարավ, լոպեն մեկ գալի խնդրվում է, որ գամ ձեր հետ խոսամ։ Տղեկ ջան, իրան բան մի ասեք, տեղից էլ նենց վախեցած է, ասում է, որ մակարին կանչեն, ես կփախնեմ չաստից։ Եկեք թողենք, թող իր Յանը քաշած իր համար խախանդ ապրի, ես իրան ինչ-որ պետք է, էլի ասել եմ։ Լսի կարպիս, հեն Ղազան այսօր պատասխանատու է։ Չէ, խի։ Կարող է զորամասում մնա։ Այսօր գիշեր մնացել է, ինչ-որ գործեր ուներ, իրա սենյակում նստած սաղ գիշեր գործ արել։ Ինչ կա որ։ Իրա կաբինետ կարանք մտնենք։ Առանց իրա։ Հա։ Չէ, աղբեր, ձեր չի։ Ձեր ապաների հետ մի հատ պետք է խոսամ։ Ինչ կա, Մակար ջան, ասա տեն։ Շտիկի պահով։ Շտիկի պահով ինչ։ Ճշտելու բաներ կա։ Ով է իմացել, որ Քաջիկին վիրավորել է։ Վարդանյանը իմացել է։ Չգիտեմ, պարոն Լապետ։ Լավ, հələ այդ մի կողմ։ Ղազարյանով պետք է զբաղվել։ Լսում եմ։ Մշտիկյան, դու Ղազարյանին հարցաքննել ես։ Ճիշտ այդպես։ Եվ կասկածելի բաներ չեմ նկատել։ մի հատ էլ կանչի հարցաքննի։ Լսում եմ։ Ես հասկանում եմ, որ ես ամենի չընկերոջդ համար ես անում։ Բայց ամեն դեպքում լավ է, որ դու որոշեցիր մեզ հայտնես այդ ինֆորմացիան։ Դու դրանից մենակ կշահես։ Ինքն է եղել գիշերը 3-ից հետո։ Որ պահարանի մոտ կանգնած էր, Ղազանը դուրս եկել է։ Վաշտից։ Հա, Հա, դուրս եկել է։ քանի անգամ։ Մի անգամ։ Գիշես քանիսի գոմերն է եղել։ Տոշնի չեմ կար ասեմ։ Մոտավոր ասա։ Մոտարապես 4:30-5-ի կողմերը։ Դու զգալուց քեզ ինչ-որ բան ասել, հա։ Չէ, Իսկ որ եկավ ձեռը բան կար, չէ։ ներս գալուց էլ բան չասեց։ Չէ։ Զգաստ։ Ազատ։ Ես ինչ եք անում, ստե։ Մակարյան վազեք ձեր վաշտ։ Բարակ։ Ինչի համար էին եկել։ Խոսում ենք, պարոն Ավակլեցյան։ Տղերք եկել էին, բան ճշտեին։ Ինչ էին հարցնում, որ։ Դե տենց ընդհանուր, պարոն Ավակլեցյան։ Ընդհանուր, հա։ Բա օրապա ինչ գործ ունի ստեղ։ Օրապա քեզնից ինչ էին հարցնում։ Հարցնում են ոնց անցավ գիշերը։
Ներս անցեք, ես ձեր հետ հետո կխոսեմ։ Արագ։ Լսում եմ։ Դուր կտակ պարոն փոխգնդապետ։ Արի։ Պարոն փոխգնդապետ, ավագ լեյտենանտ Ղազարյանը ներկայացել է ձեր հրամանով։ Արի նստի Ղազարյան։ Հեսա։ Ղազարյան, դու ասեցիր, որ ամբողջ գիշեր զորամասում ես մնացել։ Ճիշտ այդպես։ Կրակի քարտեր էիր պատրաստում։ Ճիշտ այդպես։ Հրամանատարն էր հանձնարարել։ Ամբողջ գիշեր աշխատել ես, որ հասցնես։ Ճիշտ այդպես։ Արդեն տվել եմ հրամանատարին։ Լավ էր ստացվել։ Նորմալ։ Մի քիչ շտապելով եմ արել, չէի հասցնում, բայց լավ էր։ Չէիր հասցնում, որովհետև շուտ-շուտ դուրս էիր գալիս ծխելու։ Ոչ մի կեր։ Թե դու սենյակում ես ծխում։ Սենյակում չի թույլատրվում ծխել, պարոն փոխգնդապետ։ Լավ, լավ։ Ղազարյան, որ Մինասյանը եկել է իր զինվորին պաշտպանելու համար քեզ ինչ-որ բաներ ասել, նկատողություն արել, ինչի չես եկել մեզ ասել։ Նկատողություն չի արել։ Բա չի ասել պաշտոնի չարաշահում ես անում, որի համար պատժվում են։ Չի ասել։ Ասել է։ Ասել է։ Այդ նկատողությունը ինչի չես ասել, որովհետև դու իրոք սխալ ես արել Ղազարյան, վիրավորել ես, ծաղրել ես զինվորին, տենց չի Ղազարյան։ Լավ, որ Մինասյանը քեզ նկատողություն արեց, դու իրան ինչ ասեցիր։